Ալիևն ասում է 80,000 ադրբեջանցի իր օկուպացրած հողերում ապրում արդեն ու անունը դրել է Արևելյան Զանգեզուր։ Իսկ Արևմտյան Զանգեզուրը որն է։ Նիկոլը կիմանա։ Ինքն է բանակցում զրոյական կետերից ու ինչ ուզում է, դա էլ բանակցում է։ Սա էլ բանակցած կլինի։ Երբ նացիստական Գերմանիան գրավեց Ֆրանսիան, ֆրանսիացի մարշալ Ֆիլիպ Պետենը ստեղծեց այսպես կոչված Վիշիի կառավարությունը, որը բացահայտ համագործակցում էր թշնամու Հիտլերի հետ։ Նրանք դա արդարացնում էին նրանով, թե իբր փրկում են Ֆրանսիայի մնացորդները եւ կանխում են նոր զոհերը։ Իրականում նրանք պարզապես սպասարկում էին Բեռլինի շահերը Փարիզում։ Որ մեկիդ մոտ հարց չի առաջացել, թե սրանք ում շահերն են սպասարկում։ Իսկ շատ ու շատ հաճախ բացահայտ։ Բելգիացի խորհրդարանականները հօգուտ հայերի բանաձև են ընդունել։ Իսկ ինչ էին անում հայ խորհրդարանականները։ ՔՊ-ով գնացել էին Թուրքիա եւ գովքը միացրել։ Ինչ որ պատմական շրջադարձ, իրական Հայաստան, Ադրբեջանի հետ համատեղ ճակատագիր, առևտուր։ Ընդհանրապես, այս եւ նախորդ շաբաթները մեզ մոտ կարելի է հռչակել թուրքական շաբաթ։ Թուրքական ու ադրբեջանական թեզեր, թրքասիրություն, նրանց արդարացում,